Միանգամից ինչ ասեմ։ Պարոն Մանուկյան, նախ օրվա հետ կապված Սրբազանը ԱԾՄ-ում իր 55-ամյակն է նշում, ձեր մաղթանքը Ինքը իրանով արդեն մաղթանք է, հետ իր ազատության զգացումը մեկուսարանում անհավատալի է։ Այնոն ասում այդ ինչ ես խոսել իմ մասին, որ պատմում է, որ դատարանում իրականում տեր ու տիրականը Սրբազանն է, ոչ դատախազնա, ոչ Նիկոլի ծառա դատավորներ, ոչ քննիչներ, եւ ամենամեծ բանը, որ ես իր մեջ զգում եմ, այդ ազատության, անսահման ազատությունը, որ ինքը զգում է։ Եվ չընկրկելը, չընկճվելը, հավատքը ու նպատակին մինչև վերջ հասնելու այդ համոզումը, որ ունի ինքը։ Պարոն Մանուկյան, նախընտրական քարոզարշավի 13-րդ օրն է, ինչպես դուք կգնահատեք։ Եկեք Սրբազանի ծննդյան օրով այդ շիզոֆրենիայի չանդրադառնամ, էլի ափսոսա։ Այս նախընտրական քարոզարշավի զզվելի, ուղղակի զզվելի իշխանություն, որտեղ բովանդակային հարցեր չի կարող դնել։ Դրա համար է շիզոֆրենիայի հասկանում է, որ նաև հողը ոտքի տակից գնում է եւ այդ հիստերիկան որ կա, դրա արտահայտությունն է եւ իրականում գիտակցաբար են անում, որտեղ մեր երկրի առաջ այսօր այնքան մեծ խնդիրներ կան, այդ հիստերիկայով փոխորձում է քողարկել պայմանական ասեմ, մեր երկրի տնտեսության, մեր բոլոր հայրենակիցների համար ճակատագրական հարց, մայիսի 28-29-ին ԵԱՏՄ-ի գագաթաժողովում Հայաստանին առնչվող հարց բավոր քննարկեն, գյուղացուց սկսած, տնտեսպարողներից վերջացրած մեծագույն խնդրի առաջ են կանգնելու այս սրանց քաղաքականության հետևանքը։ Պարոն Մանուկյան, գնալու եք տեսակցության Սրբազանին։ Ավարտում եմ ու գնում եմ Սրբազանից մոտ։ Չէ, ես չեմ կարող փոխանցել փաստաբանները։ Քաղաքացիների, մեր հայրենակիցների նամակներն են Սրբազանին ուղղված։ Մենակ երջանիկ մարդը կարա այսպես մեր հայրենակիցները ճանաչով, չճանաչով բարեմաղթանքներ փոխանցեն։ Եվ իրականում այսօր մի բան նկատեցի սոցիալական ցանցերում գրեթե տիրապետողը Սրբազան էր, իր նկարները, ամեն մեկը իր հուշերով Սրբազանի հետ։ Պարոն Մանուկյան, եւս մեկից, կարելի է ենթադրել, որ եկեղեցու դեմ արշավը սկսվեց այն վայրկյանից, երբ Բագրատ Սրբազանին Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կալանավորեց։ Եկեղեցու դեմ արշավը սկսվել է 2018 թվականի մայիսի 8-ին, երբ որ վարչապետի աթոռը զբաղեցրեց Նիկոլ Փաշինյանը։ Եվ պետք է հակագիր բացեմ, օգոստոս ամիսն էր 18 թվականների թերթերի խմբագիրներ, հեռուստատեսության լուրերի տնօրենների մի խմբով վեհապար հետ հանդիպան են։ Ու ես լավ եմ հիշում, որ վեհապարին մենք ասում ենք վեհապար աղանդավորի հետ գործ ունենք ու ինքը շատ արագ սրա եկեղեցու դեմ արշավը։ Չեք հիշում, երթեր էին անում, վեհապարի հրաժարական էին պահանջում, որ ամբողջությամբ իշխանության աջակցությունն էին վայելում։ Բայց դե դրա նման բոլշևիկներն են եկել կորել, դա էլ կկորի, կմոռացվի, հիմա նույն 20-ականներին Մայրաթոռի դեմ արշավը ամբողջ Կովկասով, եպիսկոպոսը մասնակցել վարդապետ էր, հիմա հատուկ այդ մարդիկ կարող է դրանց անունը հիշել, մոռացվել գնացել է, բոլորիդ ողջույնները կփոխանցեմ Սրբազանին։